ասում են մեքենաները սխալով իջնում են, դրա համար էլ ավտոբուսի վարորդը չի գնում։ Մայրաքաղաքում 3 համարի ավտոբուսի վարորդը ուղևորների կյանքը չվտանգելու համար կանգնեցրել է մեքենան կանգառում, քաղաքացիներին հորդորել իջնել, քանի որ ձյունապատ ճանապարհով վարել չի կարող։ Գոնե աղ լցնեք։ Երևանում այսօր առավոտից տեղացող ձյունն անակնկալի է բերել մայրաքաղաքի իշխանությանը։ Երևանի քաղաքապետարանը կեսօրից հետո հայտարարել է, որ ձյան պատճառով հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ։ Ներողություն են խնդրում ուղևորներից։ Երևանի կենտրոնական պողոտաներից մինչև ծայրամասային փողոցներ կիլոմետրերով խցանումներ են։ Նյուզեմի մեր գործընկերներն են ձիանգերության մեջ հայտնված Երևանի փողոցներով պտտվել։ Այս կադրերը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհից են։ Բքի մեջ հայտնված մեքենաները դուրս բերելու համար ճանապարհը մաքրող 2 տեխնիկա է աշխատում կադրում։ Սակայն ձյան առատության պատճառով հանրապետության ճանապարհները շարունակում են դժվար անցանելի, որոշ տեղերում անանցանելի մնալ։ Այսօր առավոտյան օկուպացված Արցախից Հայաստան տեղափոխված մեր 10 հայրենակիցներին եւ մեկ ազգությամբ ռուս Հայաստանի քաղաքացուն սահմանին դիմավորել է բժշկական հատուկ բրիգադը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նրանք տեղում անցել են առաջնային բուժ զննում։ Նրանցից 10-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մեկին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն հավելյալ հետազոտությունների եւ առողջական վիճակի ամբողջական գնահատման նպատակով։ Սոցիալ նախարարը շատ մանրամասն չի հայտնել, միայն ասել է, որ Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքի գնահատում կիրականացվի այնպես, ինչպես մեջբերում Արցախից վերադարձած մյուս 100,000 բնակիչների դեպքում է եղել։ Եթե կլինեն այս կամ այն կարիք, այդ կարիքը կբավարարվի, մեր բազմամասնագիտական թիմերը այնտեղ են, տեղում կորոշվի ինչ անհրաժեշտություն կա կարիքների, ներկայացնի դա սոցիալական կամ առողջապահական կամ հոգեբանական այդպեսակի, այդ ամենը չպահպանվի, հետագայում էլ արդեն իրենց հիմնական բնակության վայրերում։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Գարեգին II կաթողիկոսի դեմ փողերի լվացման հոդվածով քրեական վարույթ են նախապատրաստում, գրել է հրապարակորաթերթը։ Ըստ թերթի գործը վերաբերում է բնակարանին, որը մայրաթորը իր ֆոնդից հատկացրել է շողակաթ հեռուստաընկերության տնօրենին։ Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է, ու հենց այդ գործարքն էլ քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում։ Մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ այդ գործի շրջանակում որևէ հանցակազմ չի կարող լինել ու նշել, որ ամենայն հայոց կաթողիկոսը իր անձնական միջոցներով, այդ թվում նվիրատուների տրամադրած ֆինանսներով տարիներ շարունակ բնակարաններ է հատկացրել հոգևորականների, ինչպես նաև շողակաթ հեռուստաընկերության տնօրենին։ Մեր ձևով շարժումը հերքել է Հայաստանի կառավարության տարածած լուրը, թե Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է Հեցի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները։ Մեր ձևով շարժումը տարածել է հայտարարություն, մեջբերում միջազգային արբիտրաժային դատարանը հաստատել է, որ Ստոկհոլմի առևտրի պալատի 2025-ի հուլիսի որոշումը պարտադիր է Հայաստանի կառավարության համար։ Խոսքը Հեցի սեփականատիրոջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի ընտանիքի ու կառավարության միջև ընթացող ներդրումային վեճի մասին է։ 2025-ի հուլիսին միջազգային արտակարգ արբիտրը Հայաստանի կառավարությանը հրահանգել էր դադարեցնել այնպիսի օրենսդրական փոփոխությունների կիրառումը, որոնք կարող են հանգեցնել Հեցի սեփականազրկմանը։ Իդեպ արբիտրաժային կազմը նշել է, որ 2025-ի հուլիսի որոշումը չեղարկելու կամ փոխելու հարցով կառավարությունը չի դիմել։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է, որ Հայաստանի կառավարությունը ընդունում է որոշման պարտադիր լինելու փաստը։ Միևնույն ժամանակ արբիտրաժային դատարանը մերժել է Հայաստանի կառավարության փաստարկները, ըստ որոնց Հեցին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։ Չնայած արտակարգ արբիտրի որոշման ակնհայտ խախտումներին, ներառյալ 2025 թվականի նոյեմբերին Հեցի լիցենզիայի դադարեցումը, արբիտրաժային կազմը որոշել է սկզբնական այս փուլում գնահատական չտալ այդ գործողություններին։ Միաժամանակ Հայաստանի կառավարության թույլ տված բոլոր խախտումները քննության կառնվեն ավելի ուշ հիմնական վեճի քննարկման շրջանակում եւ կգնահատվեն որպես Հայաստանի եւ Կիպրոսի միջև կնքված օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրի խախտումը ծանրացնող հանգամանքներ։ Մեջբերման ավարտը։ Հարգելի պատգամավորներ,
Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստում քաղաքացիական պայմանագիրը ընդդիմության բացակայությամբ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ է արել։ Դրանք վերաբերում են ընտրությունների ժամանակ դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։ Մասնավորապես դիտորդական առաքելությունները պետք է բացահայտեն ֆինանսավորման աղբյուրները, արգելվում է որևէ կապ տեխնացուների հետ կամ քաղաքական քարոզչություն հիշեցնող գնահատականների հնչեցում։ Իշխանությունը նախագծի հրատապությունը հիմնավորել է առաջիկա խորհրդարանական ընտրություններով։ Ընդդիմությունը պնդել է, որ սա իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման գործընթաց է։ Հայաստան խմբակցությունը բոյկոտել է արտահերթ նիստը։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել մեջբերում այլանդակ արագությամբ առանց պատշաճ հանրային եւ միջազգային քննարկումների։ Մեծամասնությունը անկախ ամեն ինչից արհամարելով բոլոր ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները որոշել է ուժի զորով, այսպես ասած, այս նախաձեռնություններ առաջիկա ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններում իրականացնել փոփոխություն։ Բովանդակության մեր ֆրակցիայի ելույթի մասին կանդրադառնամ արդեն ֆրակցիայի ելույթում։ Կարճ ասած ռեժիմը խոճապի մեջ է, էլի։ Երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ ավերացվի, ԵՄ դիտորդական առաքելությունը հնարավոր է լքի Հայաստանը, քանի որ ըստ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի, իրենց կարիքն այլևս չի լինի։ Մեջբերում կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին, հայտնել է առաքելության ղեկավարը առաջին ալիքում հարցազրույցի ժամանակ։ ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 3 տարի առաջ, 2023 թվականի փետրվարի 20-ին։ Ըստ գործող պայմանագրի, առաքելությունը Հայաստանում պետք է մնա եւս 1 տարի, մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Աբու Դաբիում սկսվել է եռակողմ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա հանդիպումը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բանակցություններից առաջ հայտարարել է, որ Մոսկվայի հայտնի դիրքորոշումն այն է, որ ուկրաինական բանակը պետք է լքի ամբողջ Դոնբասը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկվելու պատվիրակությունների առաջին եռակողմ հանդիպմանը։ Հիմնական թեման կլինի տարածքային զիջումների Դոնբասի հարցը, ասել է նա։ Ըստ ամերիկյան մամուլի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները Ռուսաստանին կառաջարկեն սահմանափակ հրադադար, ինչի համաձայն Մոսկվան կդադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, իսկ Կիևը ռուսական նավթավերամշակման գործարանների եւ սֆերային նավատորմի տանկերների վրա հարձակումները։ Նախքան հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը զիջումների են գնում հանուն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։ Թրամփը նշել է, որ ցանկացած բանակցություն լավ է, քանի որ ԱՄՆ նախկին նախագահի օրոք նման հանդիպումներ չեն եղել։ Ավելի վաղ տեղի էին ունեցել ԱՄՆ-Ուկրաինա եւ ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ հանդիպումները, որոնք ըստ կողմերի դրական արդյունք են գրանցել։ ՆԱՏՕ-ի պատմությունը կարծես թե մոտենում է ավարտին 75 տարի գոյություն ունենալուց հետո, գրել է ամերիկյան New York Times պարբերականը։ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է կորցնել իր նշանակությունը Թրամփի քաղաքականության եւ Վաշինգտոնի առաջնահերթությունների փոփոխության ֆոնին։ Պատճառը Գրենլանդիան գրավելու Թրամփի հայտարարություններն ու գործողություններն են։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ քննարկում էր կղզու անեքսիայի հնարավորությունը, ռազմական գործողություններ սկսելու սցենարը եւ Եվրոպայի դեմ մաքսատուրքերի սահմանումը։ Այս շաբաթ նա հրաժարվել է սպառնալիքներից, հայտնելով, որ նախապատրաստվում է անվտանգության հարցերով համաձայնագիր, սակայն ճգնաժամն ինքնին ուժեղացրել է դաշնակիցների կասկածները ամերիկյան երաշխիքների հուսալիության հարցում, շեշտել են վերլուծաբանները։ Բրիտանացի մանկավարժները ահազանգում են դպրոցական տարիքի հասած բրիտանացի երեխաների մեծ մասը չունի տարրական կենսական հմտություններ։ Ըստ նոր հետազոտության, նախակրթարան հաճախող երեխաների մոտ 30%-ը չի հասկանում ինչպես են օգտագործում գիրքը։ Երեխաների մոտ 28%-ը էջը թերթելու համար մատը սահեցնում է գրքի էջի վրայով, ինչպես սովորել է պլանշետ օգտագործելիս։ Սեղմում է սովորական գրքի էջի վրա, կարծելով, թե դրանք պլանշետի կամ հեռախոսի էկրան
թատրոնի պես են աշխատում։ Հարցված ուսուցիչները նշել են, որ երեխաների 28%-ը չի կարողանում ինքնուրույն սնվել կամ խմել, իսկ 25%-ը դեռևս չունի զուգարանից օգտվելու հմտություններ։ Երեխաները տակդիրներով են դպրոց գնում։ Ուսուցիչները ստիպված են օրական միջինը 2.5 ժամ ծախսել երեխաներին սովորեցնելու հիգիենայի եւ տարրական խնամքի կանոնները, ինչը խլում է դասի համար նախատեսված ժամանակի մեծ մասը։ Մանկավարժների 50%-ից ավելին կարծում է, որ պատճառը ծնողներն են, երեխաներին աչքաթող են անում, նրանց համար գիրք չեն կարդում։ Օրվա մեծ մասը երեխաները պլանշետների առաջ են անցկացնում։ Մենք տեսնում ենք երեխաների, որոնք չունեն անհրաժեշտ հմտություններ, նույնիսկ մատիտը ճիշտ բռնելու համար, ասում են ուսուցիչները։ Հետաքրքիր է, որ ուսուցիչների ու ծնողների կարծիքները այս հարցի շուրջ մոտ 100%-ով տարբերվում են։ Հարցված ծնողների 90%-ը վստահ է, որ իրենց երեխաները լիովին պատրաստ են դպրոցին։